Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Զորանդեսի պատմությունը ես արդեն հրապարակային ելույթներում անդրադարձել եմ։ Դուք գիտեք, որ արդեն տարիներ մեզ մեղադրում են բանակը քանդելու, բանակով չզբաղվելու, բանակում բարեփոխումներ չանելու, դրա փոխարեն օտար երկրներում տներ առնելու, կոռուպցիայի մեջ։ Բայց ես էլի շատ պարզ օրինակ եմ բերում 91 թվականից ի վեր Հայաստանի հրետանու առանցքային միջոցը եղել է D30 հրանոթ, այսինքն D30 հրանոթը եղել է մեր հրետանային թիվ 1 միջոց։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության D30 հրանոթ ստացել է 2023 թվականին եւ դուք այսօր D30 հրանոթները տեսաք Հանրապետության հրապարակով անցնելիս։ Եվ էլի ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանը երբ որ ժամանակին ասում էր 80-ականների զենքեր գլուխ էր գովում։ Այդ զենքերը 80-ականների չեն եղել 18 թվի դրությամբ։ Մեր սպառազինության 70 եւ ավել տոկոսը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Ուրիշ բան, դուք տեսաք D30 հրետանին եւ տեսաք ուրիշ հրետանային միջոցներ։ Ես երեք Հայաստանի քաղաքացիներին էի խորհուրդ տալիս, ասելով, որ մենակ իրանց ֆիզիկական չափերը համեմատեք եւ ձեզ համար պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ մենք ի վերջո չենք կարող 1, 2, 3 բանավոր բազմիցս ընդդիմությանը նաեւ ասել ենք, որ եկեք գնանք, հրավիրում ենք, եկեք տանենք ցույց տանք։ Դադարեցրեք այդ շահարկումները եւ դադարեցրեք այդ շահարկումները, բայց նրանք այդ թվում այդ գործոնը, թե իբր Հայաստանը անպաշտպան է, թե Հայաստանը բանակ չունի, թե իրենք բանակ են ստեղծել, մենք բանակը քանդել ենք, իրանց ժառանգություն թողած բանակը եղել է քանդված։ Այդ որ ասում են կոնսերվի կոկոշները մենակ բառեզբուն իմաստով կոնսերվի կոկոշներին չի վերաբերում։ Սպառազինության 70%-ը եղել է մաշվածության վերջին աստիճանի։ Իսկ այսօր դուք Հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք, եւ որը արտադրված չէ Հայաստանի Հանրապետության համար։ Մեկը կարա հաշվի, քանի միլիարդի զենք է անցել այսօր Հանրապետության հրապարակում, քանի միլիարդ դոլարի զենք է անցել Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Իհարկե չեն հաշվի եւ չեն էլ կարող հաշվել։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են պետական պարտքը ավելացրել ենք։ Ընդ որում շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է։ Մարդիկ ասում են, որ մենք առաջարկում ենք այս փաթեթը եւ այս փաթեթը։ Դու չես կարող, դա սուպերմարկետ չի, որ գնաց քարտը բան անես, ասես ես վերցնում եմ, որովհետև մարդիկ ունեն իրենց տնտեսական մեխանիզմները, իրենց շահերը, իրանք ասում են, այս մեխանիզմով եթե ուզում եք վերցրեք, որովհետև այն մյուս մեխանիզմով գները ուրիշ են կամ եւ այլն, այսինքն այդտեղ հազար ու մի բարդություն եւ հազար ու մի շերտ կա, որի մասին մենք չենք կարող խոսել եւ պետք էլ չի որ խոսենք։ Հետո մեր տարիներով ասում, որ մենք պետական պարտքը բան ենք արել, կրկնապատկել ենք կամ չգիտենք ինչ։ Ահա, խնդրեմ, մենք ձեզ ցույց ենք տալիս պետական պարտքը։ Ու էլի ասում եմ, պետական պարտքի ձևավորման պատճառը ոչ թե այնա, որ շատ դեպքերում մենք փող չենք ունեցել, այլ դա եղել է փաթեթ։ Մեզ առաջարկվել է զուգահեռ ֆինանսական ծառայության սխեմայով, ասին ասվել է, որ վարկ վերցրեք եւ առեք, որովհետեւ իրենք ունեն իրենց ռազմարդյունաբերական համալիրների ֆինանսավորման առանձնահատուկ սխեմաներ։ Հակառակ դեպքում գները էականորեն փոխվում են։ Եվ ամբողջ այն ինչ որ խոսվում է պետական պարտքի մասին, երկրորդը հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը կառուցվում է այսինքն դա ի սկզբանե առաջին օրից երբ որ պլանավորված է եղել, դա պլանավորված է եղել, որ դա վարկային միջոցներով պետք է արվի։ Եվ դա Հայաստանի իրավական դե յուրե պարտավորությունն է, որ պետք է վարկային միջոցներով արվի։ Այսօր նախ հյուսիս-հարավի մի կտորը կառուցվել է եւ այսօր Ագարակ Քաջարանն է կառուցվում, հիմա շարունակությունը կլինի, հիմա Բարգուշատի թունելը կլինի,
Հիմա Սիսիան Քաջարյանը կլինի։ Այսօր Հայաստանում ամենաերկար Հայաստանի պատմության եւ հայ ժողովրդի պատմության մեջ ամենաերկար կամուրջն է կառուցվում։ Բայց մարդիկ որ ասում են Մեղրին տալու են, Սյունիքը տալու են։ Սյունիք տվող Քոչարյանը եկել էր մեզ մեղադրում էր Սյունիք։ Մի հատ էլ ասում է որ իմ հաղթանակը ձեռից եթե ինչ անեն, խլեն։ Եթե խլելու բան կա, մենակ քո բանտը ձեռից կարան խլեն, դա էլ կարծում եմ այս անգամ չի ստացվի։ Այն մյուսները, որ ասում եք բանա, Ծառուկյանը ասում ապացուցի, որ շպիոն են։ Բա շպիոնին օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ։ Ինքը գործակալ է։ Այդ ժարգոնն էլ ասում եմ, որ մի հատ խելքդ գլուխը հավաքի։ Խելքդ գլուխը հավաքի, լավ այդ քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հանցագործ։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի արած ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվ։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։